Աշխարհում կա մի դեղամիջոց, որը չունի որևէ կողմնակի ազդեցություն, պաշտպանում է երեխաներին եւ մայրերին տարբեր հիվանդություններից, նպաստում է փոքրիկների զարգացմանը, ամրապնդում մեծերի միտքն ու նյարդերը։ Այդ կարևոր գյուտը չի արժանացել Նոբելյան մրցանակի, դրա ստեղծողը հսկայական հոնորարներ չի ստացել։ Իսկ ինչու, քանի որ այդ դեղամիջոցը մայրական կաթն է։ Աշխարհում նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը։ Կրծքով կերակրումը իր դրական դերն է թողնում ինչպես երեխայի առողջության, մոր, ամբողջ ընտանիքի, այնպես էլ հիմք է կազմում նաև պետականության համար։ Եվ հենց դրա համար էլ պետությունը կանգնած է կերակրող մոր կողքին եւ առողջապահության նախարարի մի շարք հրամանների շնորհիվ ապահովում է տեղեկատվության եւ աջակցության մի շղթա, որը կինը կարող է հղիությունից սկսած մինչև երեխայի ծնունդը եւ երեխայի առողջական արդեն հսկողությունը ստանալ։ Կրծքի կաթը ոչ միայն պարունակում է երեխայի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ սննդանյութեր, այլև նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, նվազեցնելով մի շարք վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը՝ բրոնխիտի, թոքաբորբի, աղիքային վարակների, ականջաբորբերի, երկրորդ տիպի շաքարախտի, որոշ դեպքերում նաև մանկական լեյկեմիայի, արյան քաղցկեղի։ Եթե երեխաները չեն հիվանդանում, մենք ունենում ենք ավելի առողջ սերունդ, որը հետագայում նաև աշխատունակ է լինում, եւ այստեղ մենք ունենում ենք առողջապահական ծախսերի իջեցում, հետեւաբար այդ գումարները բնականաբար ուղղվելու են մեկ այլ խնդիրների լուծմանը։ Կրծքով կերակրելը կարևոր է նաև մայրերի առողջության պահպանման համար։ Նվազեցնում է կրծքագեղձի, ձվարանի, վահանաձև գեղձի քաղցկեղների, օստեոպորոզի եւ այլ ախտահարումների ռիսկը։ Կրծքով կերակրելն օգնում է արագ վերականգնվել ծննդաբերությունից հետո, կանխել հնարավոր առնահոսությունները։ Այն կնոջը պաշտպանում է նաև սիրտանոթային տարբեր հիվանդություններից, ընդ որում ասենք, որ կախված է թե որքան երկար է կերակրում, մինչև 20%-ով կարող են նվազել սիրտանոթային հիվանդությունները, այդ թվում ինֆարկտը, ինսուլտը եւ այլն։ Պաշտպանում է նաև շաքարային դիաբետից։ Եվ իհարկե վերջի տարիների ամենաաղմկահարույց նորությունն այն է, որ կրծքի կաթը պաշտպանում է կնոջը հետագա կյանքում նեյրոդեգեներատիվ հիվանդություններից, այսինքն Ալցհեյմերի հիվանդությունից եւ այլ հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել ծերունական թուլամտության։ Մայրերին երբեմն գրավիչ են թվում արհեստական կաթնախառնուրդները, դրանց գովազդի շնորհիվ։ Կարծում են հեշտ եւ լավ այլընտրանք են գտել, այնինչ դա բոլորովին էլ անվտանգ չէ, ասում է մանկաբույժը։ Օրինակ շատ են դեպքերը, երբ փոխարինիչներում առկա մանրէները վնասել են փոքրիկներին, առաջացնելով թոքաբորբ, մինինգիտ, փորլուծություն, սեպսիս եւ այլն։ 2026 թվականի ընթացքում այդ խնդրի առաջ կանգնել է նաև Հայաստանը։ Եթե կհիշեք, շատ հայտնի մի ուրեմն ապրանքանիշի գրեթե 10 տոննա կաթնախառնուրդ ոչնչացվեց, որովհետև պարունակում էր միջ այդ մեզ անհայտ շատ վտանգավոր բասիլյուս սերեուսը, որը արտադրում է սերուլոտոքսին, որը երեխաների մոտ առաջացնում է շատ ծանր փորլուծություններ եւ մահվան պատճառ է դառնում։ Մասնագետը հիշեցնում է, նորածինը կյանքի առաջին 6 ամսում պետք է ուտի բացառապես կրծքի կաթ, ապա մինչև 2 տարեկանը պահպանելով մայրական կաթը, անհրաժեշտ է ավելացնել նաև այլ սննդամթերքներ։ Առողջապահության նախարարությունն էլ մայրերին հորդորում է, եթե չկան հակացություններ, փոքրիկներին անպայման կերակրել կրծքի կաթով, այդպիսով նպաստելով նաև ավելի կայուն առողջապահական համակարգի ձևավորմանը։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։